Պարոն Օսկանյան, հայ ժողովուրդը ձեզ ազնիվ ղեկավարաճանաչ է, դուք մեծ հեղինակություն եք վայելում, մեր մեջ մենք հույս ունենք, որ եթե դուք լինեք ձեր կուսակցությունը առաջի տեղը գրավի, դուք շատ ու շատ հարցեր դրական կլուծեք։ Ազնիվ ու շիտակ, Աջափնյակ համայնքի այս բակում հենց այսպես են դիմավորում Վարդան Օսկանյանին, հավատացած, որ նույն ոգով էլ հնարավորության դեպքում նա կստանձնի Երևանի կառավարումը։ Դրանից կշահի յուրաքանչյուր երևանցի, լինի կենտրոնի թե ծայրամասի բնակիչ։ Հատկապես Փուչիկի փողոցում հաշվառված այս շենքերի բնակիչներից շատերն այսօր ահուդողով են քնում, պատճառը վթարային շենքերն են։ Մշտապես լսել են, որ կլուծվի իրենց խնդիրը, բայց ինչպես տեսնում եք, շարունակում են ապրել նույն անմխիթար պայմաններում։ Այլ խոսացել են, ոնց խոսացել են, ինձ այդ տեղում մնացել է։ Մեր երեխեքը ոչ մի տեղ չունեն խաղալու, կամ թեկուզ դուրս գանք, նստարաններ լինեն, նստենք, հանգստանանք, ոնց որ կենտրոնացած լինեն մենակ կենտրոնի վրա։ Այս ընթացքում Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամները բազմաթիվ բակային այցելություններ են ունեցել, հատ-հատ լսել բնակիչներին։ Հետևությունը մեկն է, նրանց ցանկությունները մեծ չեն, մարդիկ իրենց պահանջներում շատ համեստ են, ասում է Վարդան Օսկանյանը, իսկ խնդիրները նույնն են։ Եթե քաղաքային իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ հսկայական գումարների հետ է կապվում դրանց լուծումը, ապա պետք է հասկանալ մի բան ընդհանրապես, պարզապես սրտացավություն է պետք։ Նվիրվելու ենք այդ բոլոր հարթություններում այդ խնդիրները լուծելու։ Եթե խնդիրները լուծվում են եւ առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում, կարծում եմ, որ նաեւ արժանապատիվ մենք կարող ենք այս մեր սիրելի քաղաքում ապրել։ Այնպես որ մեր ամբողջ աշխատանքը նվիրված կլինի կոնկրետ քաղաքացիներին ծառայել, ձեռքերնից ցոտելու ենք, նվիրվելու ենք այդ աշխատանքին եւ աշխատելու ենք ազնիվ, ժողովրդի հետ անկեղծ ենք լինելու, նեղ նպատակներ, ինչ որ քրբանային շահեր չեն հետապնդվելու եւ հիմնական նպատակը լինելու է իսկապես ծառայել քաղաքացուն։ Մայիսի 5-ին քվեարկելով Բարգավաճ Հայաստանի օգտին դուք կքվեարկեք հանունային փոփոխությունների, որին սպասում եք։ Հանունային բարեկեցիկ քաղաքացու, որի անհրաժեշտությունն այնքան մեծ է, ասում են Երևանի ավականու ԲՀԿ թեկնածուները։ Այս ամեն ինչը կմնա թղթի վրա, եթե մենք չկարողանանք լուծել այդ քաղաքական մենաշնորհի վերացման խնդիրները։ Ժամանակն է, որպեսզի հասարակությունը իսկապես վերցնի պատասխանատվության իր բաժինը Երևանի քաղաքային իշխանության ձևավորման եւ երկրում քաղաքական մենաշնորհի վերացման։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Երևանի ավականու ընտրություններին մասնակցում է հավաքական պատասխանատվության գիտակցումով, նույնը որդեգրելով նաև Երևանի ավականու աշխատանքներում։ Կուսակցության առաջնորդը հետևելու է քաղաքապետի գործունեությանը, ավականու գործունեությանը, եւ եթե ինչ որ նկատվի, որ այնտեղ թերացումներ կան, հենց նույն այդ ավականին մեծամասնությունը փոխելու է ուրեմն քաղաքապետին, եթե լինեն թերացումներ։ Այնպես որ այդ հարցով գլինի նաև ամբողջ կուսակցության պատասխանատվությունը ի տարբերություն մյուսներին, որոնք արդեն կարծեք փորձում են մի անհատի վրա դնել պատասխանատվությունը, ինչպես նախկինում եղել է, եւ մենք օրինակներ ունենք, երբ թերացումներ է լինում, ուղղակի մեղադրանքը գնում է քաղաքապետին, ասում են ինքը սխալ է արել, սիրուն չի։ Եթե մի ուժ ասում է, որ հարկավոր է համակարգային փոփոխություններ, ուրեմն այդ ուժում ունի մասնագետներ, որոնք իրենց հուշում են։ Չի կարող ոչ պրոֆեսիոնալ մարդը կարողանա sense խոսել։ Բարգավաճի հետ շատ մեծ հույսեր եմ կապում, շատ։ Հավատում եմ, որովհետև ինքը ինչ ասում է, ինքն էլ անում է։ Մինչև այսօր էլ Բարգավաճը ինչ խոստումներ տվել է, ինչ արվում է, ամբողջ ժողովուրդն էլ տեսնում, գնահատում է դա։ Հույսերի ոնց չկա պես։ Իսկ Երևանի ավականու ընտրությունը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը համարում է բեկումնային թե Երևանի, թե ամբողջ Հայաստանի համար։ Քրիստինե Սուքեսյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն։